Նախ կարծում ճիշտ կլինի խոսենք առհասարակ impeachment-ից, թե ինչ ենք իրենց ենթադրում, ինչ է այդ գործընթացը, ինչի համար այդ գործընթացը կարևոր եւ ինչու միայն այդ տարբերակով, ինչու ենք մենք նախընտրում այդ տարբերակը։ Սկսենք նրանից, որ impeachment-ը իրենց ենթադրում է անվստահություն հայտնելու գործընթաց ներկա վարչախմբին, որովհետև ներկայիս վարչախումբը վերջին 7 տարիների ընթացքում իրենց վարած կործանար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրել է բազմաթիվ խնդիրների, մարտահրավերների առաջ, ինչի արդյունքում մենք այսօր ունենք բազմաթիվ եւ տնտեսական, եւ սոցիալական, կրթական եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Impeachment-ի գործընթացը շատ կարեւոր է, ինչու, որովհետև բացի ընտրություններից դա միակ լեգիտիմ եւ օրինական ճանապարհն է այս իշխանություններից ազատվելու։ Ինչու եմ շեշտում ընտրություններից զատ, որովհետև մենք շատ լավ տեսնում ենք, որ այս իշխանությունները այն թափանցիկությունը, արդարությունը, ժողովրդարության բաստիոնը, որի մասին իրենք խոսում էին, այդ ամեն ինչը սուտ է եւ հետեւաբար հասկանալով, որ թափանցիկ եւ արդար ընտրություններ չեն կարող մեզ մոտ լինել, քանի դեռ իշխանության են իրենք, մենք հասկանում ենք, որ ընտրությունների միջոցով չի կարելի որևէ բան փոխել եւ վստահ ենք, որ վարչական ամբողջ ռեսուրսը եւ պետական լծակները օգտագործելով այս իշխանությունները եւս մեկ անգամ կվերընտրվեն։ Նրանք շատ լավ հասկանում են եւ հստակ գիտակցում են, որ իրենք չունեն ժողովրդի սերը, ժողովրդի վստահությունը եւ այն ռեյտինգը, որը իրենք ունեին մինչ օրինակ 20 թվականը, 19 թվականը եւ շատ լավ գիտակցելով դա եւ ունենալով հստակ վախեր, մենք տեսնում ենք, որ իրենք ամեն կերպ փորձում են impeachment-ի գործընթացին խոչընդոտել, ամեն կերպ փորձում են այդ գործընթացը տանեն 0-ի, այսինքն որպեսզի այդ գործընթացը տեղի չունենա։ Ես կցանկանայի նաև շեշտել երկու շատ կարևոր հանգամանք, թե այդ գործընթացը ինչու է պարտադիր, որովհետև բացի այդ կործանար քաղաքականությունից, որը իրենք ներքին քաղաքականությունից, որը իրենք վարում են, նաև արտաքին շրջանակներում եւս մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրները կապված են մեր հարևան պետությունների հետ հարաբերությունների սրացման հարցը, այն կեղծ խաղաղությունը, որը որ իրենք ստորագրում են եւ ոչ ոք այդպես էլ չի հասկանում, թե այդ խաղաղությունը ինչի է բերելու կամ ինչ օրինակ նախադրյալներ կան, որպեսզի այդ խաղաղությունը լինի, հաշվի առնելով մեր թշնամու արած հայտարարությունները, հաշվի առնելով թշնամու տրամադրվածությունը մեր հանդեպ եւ բազմաթիվ քայլեր, որոնցով իրենք ցույց են տվել, որ իրենց նպատակը ոչ թե խաղաղությունն է, ոչ թե խաղաղության կնքումն է, այլ Հայաստանի Հանրապետությունից ազատվելը կամ լավագույն դեպքում Հայաստանի Հանրապետությանը թելադրեն իրենց պայմանները, որ այդ պայմաններով իրենք կարողանան հասնել իրենց նպատակներին, որտեղ մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս կարելի ասել սպառնալիքներով, չգիտեմ, ստիպողաբար, հա, ինչ որ նմանատիպ բաներով ամեն անգամ փորձում են ցույց տալ, որ իրենք են թելադրում պայմանները եւ խաղաղության պայմանագրի կանոնները, պայմանները եւ ամեն ինչ պետք է թելադրեն իրանք եւ մենք շատ հստակ տեսել ենք, որ բազմիցս այս իշխանությունները կուլ են գնացել այդ պայմաններին, հարմարվել են այդ պայմաններին եւ մինչ օրս վարում են կարելի ասել հակահայկական քաղաքականություն, որովհետեւ այդ քաղաքականության որոնք են դրա նախադրյալները, օրինակ հայոց պատմության որոշակի փաստերի աղավաղումը, այսինքն պատմության խեղաթյուրումը, շատ պատմական փաստեր իրենք փորձում են խեղաթյուրել, փորձում են ջնջել այդ պատմական փաստերը, փորձում են ցույց տալ, որ այդ պատմական փաստերը չեն եղել, խոսքը գնում է հենց օրինակ մեկը ցեղասպանության մասին, ինչպես հիշում ենք, իրենք բազմիցս հայտարարեցին, որ ցեղասպանության մասին պետք է հասկանանք, դեռ ցեղասպանությունը պետք է քննենք, եղել է թե չի եղել, ես չեմ կարող հասկանալ ուղղակի ինչ կա այդտեղ հասկանալու, ինչ կա այդտեղ քննելու կամ չգիտեմ, օրինակ խորհրդակցելու դրա շուրջ, որովհետև մենք բազմիցս բոլորս լսել ենք դրա մասին եւ գիտենք ճշմարտությունը իր բոլոր իրեղեն փաստերով եւ փաստարկներով։ Սա դեռ կեսն է այն բանի, որը կարելի է անverջ թվարկել եւ այդ խնդիրների լուծումը միայն impeachment-ի գործընթացով կարող է կատարվել, որովհետեւ ինչպես շեշտեցի, ընտրությունների տարբերակով անհնար է իշխանություններից ազատվելը, որովհետեւ ընտրությունների տարբերակով նույնիսկ եթե փորձեր որևէ գործընթաց տեղի ունենար, իրենք այդ գործընթացներն էլ են կանխել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր այսօր գտնվում են կալանքի տակ են գտնվում, բանտարկված են, օրինակ Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նաև ունենք կալանավորված բարերարներ, arczepiskoposներ ունենք մի քանի կալանավորված, Բագրատ Սրբազանը, Միքայել Աչապահյանը, Արշակ Սրբազաններ կալանավորված, ով վերջերս բաց թողեցին իրեն, եւ այդ ամեն ինչը խոսում է այս իշխանությունների հստակ վախերի մասին։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այդ իրենց ռեյտինգը, այդ իրենց սերը, չգիտեմ, օրինակ ինչ որ իրենք ասում են, հա, որ ժողովուրդը մեզ պաշտպանում է, ժողովուրդը մեր կողքին է կանգնած, ժողովուրդը ցանկանում է, որպեսզի իշխանությունը մենք շարունակենք լինել, այդ ամեն ինչը սուտ է եւ իրենք էլ շատ լավ գիտակցում են դա եւ այդ գիտակցելու արդյունքում է, որ այսօր բոլոր այդ մարդիկ կալանավորված են եւ երբ որ մենք օրինակ նայում ենք այդ գործերին,
մենք հասկանում ենք, որ այդ գործերը որևէ իրավական հիմք չունեցող, ամբողջովին շինծ ու բնույթ կրող գործեր են, եւ այդ գործերը ինչքան էլ որ իրենք փորձեն այդ գործերը, չգիտեմ, կարեն, փորձեն այդ գործերը հարուցեն քրեական, քաղաքական գործիչների վրա կամ անդիմադիրների վրա, փորձեն լրացնեն, իրենց մոտ ոչ մի բան չի հաջողվելու, որովհետեւ այդ մարդիկ հստակ բոլորը գիտեն, թե իրենք ինչի համար են պայքարում, որն է իրենց նպատակը, որովհետեւ այդ մարդիկ առաջին հերթին պայքարում են Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանելու համար։ Իսկ այս իշխանությունները չեն կարող ոչ միայն պաշտպանել մեր պետական շահը, այլ առհասարակ չեն կարող պաշտպանել ոչ մի բան, որովհետեւ մենք կրկնում եմ, բազմիցս տեսել ենք, թե օրինակ միջազգային հարթակներում ինչ կերպ են իրենց վերաբերվել, այսպես կարելի ասել, քմծիծաղով են վերաբերվում կամ ասենք ծաղրանքով են վերաբերվում։ Եթե առաջ օրինակ մինչև 2018 թվականը օրինակ մեզ հետ միջազգային հարթակներում ստիպված հաշվի էին նստում, որովհետև մենք հաղթած կողմ ենք եւ բացի հաղթած կողմից մենք նաեւ ունենք շատ ճիշտ դիվանագիտական քաղաքականություն, շատ ճիշտ դիվանագիտություն ունենք, որի արդյունքում մեզ հետ ուզած-չուզած, նույնիսկ մեր հակառակորդները, ովքեր գուցե տարածքով կամ ռազմական ուժով մի քանի անգամ մեզնից ավելի ուժեղ էին, իրենք ուզած-չուզած գտնվում էին նույն սենյակում մեզ հետ եւ ստիպված էին այդ պայմաններին իրենք ենթարկվել եւ բազմիցս օրինակ Ալիևը իր հարցազրույցներից մեկում նաեւ հիշեցնեմ, որ ասաց, որ ստիպում են իրեն փակ դռների հետևում ճանաչել Արցախի անկախությունը եւ պատահական չի, որ օրինակ իր հայտարարությունների մեջ Ալիևը ասում էր, որ ինքը հաղթել է Սերժ Սարգսյանի բանակին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Այդ ամեն ինչը խոսում է բացահայտ այն մասին, որ 2018 թվականից առաջ այն 10 տարիների ընթացքում, երբ մեր երկիրը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, մենք ունեցել ենք բազմաթիվ նվաճումներ, թե ռազմական ոլորտում, թե դիվանագիտական ոլորտում, եւ եթե հիմա պարզ համեմատականներ տանենք, ինչու եմ այս մասին ասում, եթե օրինակ համեմատական տանենք այդ ռեյտինգի մասին, որ իրենք խոսում են մենք ժողովրդի սեր ունենք, վստահություն ունենք, ես վստահ եմ, որ իրենք չունեն, որովհետեւ երբ որ պարզ համեմատական ենք տանում, թե ինչ է եղել օրինակ 10 տարի առաջ եւ ինչ կա հիմա, դա անհամեմատելի սարերի, ձորերի տարբերություն է, եւ հիմա պարզ համեմատություններ տանենք որոշակի, առաջինը հենց օրինակ ռազմական ոլորտում Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ռազմական բազմաթիվ նվաճումներ եւ հաջողություններ։ Մենք մեր հարևան պետությունից Ռուսաստանից, ով եղել է տարիներ շարունակ եղել է մեր ռազմավարական դաշնակիցը եւ ամենամոտիկ բարեկամ երկիրը, մենք ստացել ենք իրենցից զինատեսակներ, այնպիսի զինատեսակներ, որոնք որ չեն ունեցել նույնիսկ իրենց ամենամոտ հարևան երկրները, օրինակ Բելարուսը, Ղազախստանը եւ շատ այլ պետություններ։ Մենք իրենցից ստացել ենք մի քանի տասնյակ հազարավոր տոննաների ռազմական օժանդակություն ենք ստացել։ Այսինքն մենք դրա համար չենք վճարել ոչ մի բան, մենք ստացել ենք այդ ամենը որպես ռազմական օժանդակություն, որպես մեր բարեկամ երկրից մենք ստացել ենք այդ օգնությունը։ Եվ ռազմական ոլորտում մեր բանակը տարածաշրջանում եղել է ամենամարտունակ բանակը եւ մշտապես պատրաստ է եղել արժանի հակահարված տալու մեր թշնամուն յուրաքանչյուր պահի։ Այդ իսկ պատճառով թշնամին որևէ քայլ, որևէ գործողություն ձեռնարկելուց առաջ կամ որևէ անպատասխանատու հայտարարություն անելուց առաջ, ինչպես որ Ալիևը սիրում է իր սովորության համաձայն անել, նրանք 2-3 անգամ մտածում էին նոր որևէ գործողության էին փորձում գնալ եւ դրա օրինակներից մեկը 2016 թվականի ապրիլակ հարյուրյան պատերազմն է, երբ թշնամիները ուղղակի հասկանալով, որ իրենց ուժերը չեն բավարարում, չեն բավականացնում, իրենք զանգեցին եւ խնդրեցին Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցնել ռազմական գործողությունները։ Եվ դա հստակ խոսում է այն մասին, որ մեր բանակը մշտապես պատրաստ է եղել արժանի հակահարված տալու, մշտապես պատրաստ է եղել ամեն ինչի։ Նաև դիվանագիտական ոլորտում, եթե մենք դիտարկենք շատ հարցեր, մենք հասկանում ենք, որ դիվանագիտական ոլորտում նույնպես ունեցել ենք բազմաթիվ նվաճումներ։ Խոսքը գնում է օրինակ թե հայ-թուրքական բանակցությունների մեջ, թե Արցախի հետ կապված բանակցությունների մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ինչի մասին շատ երկար կարելի է խոսել, բայց ես քանի որ շեշտեցի, որ իմպիչմենտի մասին մասնավորապես կցանկանայի խոսել, ես հիմա տարապարզ համեմատականներ, թե ինչ կար այն ժամանակ եւ ինչ կա հիմա, վստահ եմ բոլորը տեսնում են։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ իմպիչմենտի գործընթացը մեզ համար շատ կարեւոր է եւ միայն այս գործընթացով հիմա կարելի է այս իշխանություններից ազատվել։ Այդ իսկ պատճառով ես հորդորում եմ բոլորին շարունակել գործընթացը, չդադարել պայքարելը եւ միասնական համատեղ ուժերով ընդդիմության հետ միասին մենք միասնական համատեղ ուժերով պետք է հասնենք իմպիչմենտի տրամաբանական ավարտին։ Շնորհակալություն։